Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ օրվա թերևս մի քիչ սրված թեմայով կխոսենք, երևի հատվածաբար դիտել եք բոլոր տեսակի ելույթները, վարչապետի բրիֆինգը, լրագրողների չփչփացողություններով, անմեղ դեմքի արտահայտությունով, ինչ որ խելոք ճակերտավոր հարցադրումները եւ այլն։ Եվ դիտել եք երևի նաեւ կամ տեղյակ եք պատասխանը հնչել, պատկերացնում եք, արդեն առաջխաղացում կա։ Բայց պատասխանն էլ պատասխանի նման չի, որովհետև հարցներն են սպանտանն է, այդտեղում տված բաներ։ Լավ, հերթով գանք, որպեսզի ոչինչ չխառնենք իրար։ Նախ վարչապետի բրիֆինգը շատ լավն էր, բայց եկեք մի բանի վրա վստահաբար ուշադրություն դարձնենք, որ այն ինչ որ լցվում է համացանցում, այն կատաստրոֆիկ այլ վերացական իրականությունը, որ ներարկում են հանրության մեջ, բա գիտեք, բա տեսակ, բա չիմացակ, բա չգիտեմ, ինչ ասես խոսում են, հենց հասնում են ամեն շաբաթ վարչապետը բրիֆինգ է տալիս։ Այս նույն շուշաթղթերը հենց հասնում են վարչապետի մոտ, այդ հարցերը մոռանում են։ Չի եղել այդպես բան։ Իրենք դրանով ցույց են տալիս, որ չի եղել։ Բա եթե շաբաթվա ընթացքում էլ թուրքերը ասացին, ֆրանսիական մամուլը գրեց, Արցախը, չգիտեմ, ինչ ասես խոսել եք։ Հասել եք բրիֆինգի, ունեք հարց տալու հնարավորություն։ Որտեղ են ձեր հարցերը։ Այս էլ արդեն 5 տարի է։ 5 տարի։ Եվ նրանց հետևորդներին սա պիտի վաղուց ապացույց լիներ, որ իրենց առավոտից երեկո ստում են։ Բայց հետաքրքիրը որն է։ Այս շուշաթղթերը կանգնում հարց են այսօր տալիս բանի վերաբերյալ։ Հիբրիդային պատերազմի վերաբերյալ։ Իմիջիայլոց համացանցերով փորձելով էժանացնել, ծաղրել կամ թեթևացնել այդ հիբրիդային պատերազմի դերն ու նշանակությունը։ Հիբրիդային, բայց չէ, ասես բաներ։ Այսօր մեկը համարձակվեց վերջապես հարց տվեց հիբրիդային պատերազմ։ Ու գիտեք, այնքան անմեղ հայացքով այդ հարցը տվեց։ Կարծես թե ինքը չի հասկացել, որ ինքը այդ հիբրիդային պատերազմը մղողների գործիքն է, այս պարագայում կոնկրետ շուշաթուղթը կամ կարա լինի խարտոցը կամ ռաշպիլը։ Չի ուզում դա ինքը ընդունի, որ ինքը գործիք է։ Ինքը չի ուզում հավատա դրան, որ ինքը գործիք է հիբրիդային պատերազմի մեջ։ Մցրեցին աչքները։ Հիմա տեսնենք, դուք այդ հիբրիդային մաս, այսինքն շուշաթուղթ շարունակում եք մնալ, թե որոշակի ամեն դեպքում սկզբունքայնություն կցուցաբերեք։ Ես վստահ եմ, որ չի լինի նման բան։ Դուք կշարունակեք մնալ գործիք հիբրիդային պատերազմի մեջ, որը մղվում է Հայաստանի Հանրապետության դեմ, ոչ թե միայն քաղաքական դաշտում իշխանությունների դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այդ հիբրիդի զակազչիկներին նույնպես գիտենք, նրանց կամակատարներին նույնպես։ Սա թողնենք, գանք վարչապետի մեկ այլ հրապարակման։ Խնդրեմ, խոսքը այս հրապարակման մասին է։ Ուժեղեք։ Ինչու եք ուժեղարը։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք, եւ ես ընդունեմ, որ ուժեղեք։ Կամ ուրիշ տարբերակ։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ։ Ուրեմն եմ որ ինտելեկտի հետ կապված մեր օլիգարխները խնդիրներ ունեն, դա չենք քննարկում կամ կարող ենք առանձին քննարկել։ Բայց այստեղ ինձ մի բան իսկապես դուրս չի գալիս։ Այդ արայով խոսելը։ Իսկապես ես կարծում եմ, հույս ունեմ, որ ձեր եթերը տարածումների շնորհիվ այս հղումը կհասնի տեղ ու այսուհետ վարչապետը կփորձի զերծ մնալ ի պաշտոնի, գոնե պաշտոնից հետո ինչ ուզում թող անի, բայց պաշտոնի բերումով զերծ կմնա նման սլենգի կիրառումից։ Սա կարող եմ ես ասել, կարող է ցանկացած մեկը ասել, քանի դեռ օրինակ բան չի, ասենք պետական գործիչ չի, բայց երբ որ դառնում ես պետական գործիչ, այո, այս սլենգը ված սլենգ է ու չպիտի օգտագործվի։ Ես ինքս այստեղ ունեմ բացասական վերաբերմունք եւ պիտի պահանջեմ, որպեսզի վարչապետը այլևս այս խոսույթի կիրառմամբ հանդես չգա, որքան էլ որ նրան փորձեն հասցնել դրան։ Որովհետեւ սա վատ է անդրադառնում մեր հասարակության նեղ շրջանակների, ընդհանուր մինչև երիտասարդների ու երեխաների վրա։ Եվ դրա օրինակները կան, ու այդ սլենգներն է, որ շատ փորձանքներ են մեզ բերել։ Պահանջում ենք, որպեսզի այսպեսի բան չլինի։ Մնացածի հետ համաձայն եմ, ոչ միայն համաձայն եմ, ես կարող եմ մի փոքր այստեղ ընդլայնվել։ Տեսեք, երբ որ ասում է, որ այո, մեր բրիֆինգի ժամանակ էլ հատկապես ասում, որ մեր օլիգարխները երբեմնի այդ մեծահարուստ կոչվածները, նո մեծահարուստ գիտեք,
Ժողովուրդ, մեծարությունների դեմ ես բան չունեմ, որովհետև ընդհակառակ ունեմ հարգանք այդ մեծարությունների չէ, երբեմն օլիգարխների չէ։ Առհասարակ մարդ, ով կարողացել է ազնիվ բիզնեսով, բիզնեսը ազնիվ մի քիչ հասկանում են, բայց գոնե առանց թալանի նկատի ունեմ կամ առանց եսիմինչ արտոնությունների օգտվելով ինչ որ շրջանակների ծառայությունից եւ այլն, բայց կարողացել է մարդը իր ուժերով դառնալ մեծահարուստ, ես հարգանք ունեմ ընդգծված, որովհետեւ ես ինքս չեմ կարող երբեք այդպեսին լինեմ, մարդը անում ամի բան, որը որ քչերը կարող են անել։ Ու դա լավ է, երբ որ երկրում կան մեծահարուստներ, որովհետեւ ընդհանուր առմամբ պետությունը հենված է լինում մեծ բիզնեսների եւ արտադրությունների եւ այլնի տերերի այս կամպանիաների վրա, հա, ես չեմ կարող չհարգել։ Բայց եթե մի փոքր հետ գնանք, մեր երկրում ընդունված է եղել, այնի համար կա հասարակության մեջ այդ բացասական երևույթը, այն զգացումը, նեգատիվը հարուստների նկատմամբ եւ ես ինչու եմ այսքան նախաբան ասում, որպեսզի հանկարծ սխալ չեն կարող, որովհետեւ Հայաստանում դեգեներատները դարձել են միլիարդատերեր, որտեղ իրանք այդտենց եղել են քուչի եսիմինչերը, հետո ավելի եսիմինչերը, հետո պետք են եկել, հետո իրենք են ինչ-որ բան արել, ինչ-որ շուստրություններով հարստացել են, հետո արդեն դառնալով դեպուտատներ, դրանց ամեն մեկը իր թաղում, չգիտեմ ինչ եւ այլն, փորձել են իրանց արևին կառավարել երկիրը բնականաբար այդ բարգերով։ Ու սրանք այնքան խելացի բիզնես չեն արել, որ հիմա իրանց համար երկիրը քանդվում է, հասկանում եք, իրենց պատկերացումը։ Տեսեք, ասենք վերցրել եմ 1000 մետր քառակուսի անոց տարածք, մեջը դրել է, չգիտեմ, մի հատ բիզնես, չի վճարել օրինակ լույսի փող, որովհետեւ այս ինչը կասենք չի գրի, չի վճարել հարկեր, դա դեպի մենք ենք ապեով մեզ պիտի բանասի, ստացվել են անհավասար պայմաններ, որովհետեւ կողքն մեկը նույն բիզնեսը անելուց եղել այս հարկերը վճարելուց, ու իր մոտ չի ստացվել կյանքը։ Խրվել է պարտքերի մեջ, սա դարձել է ռիսկի հարուստ, սա արդեն օլիգարխն է, ով մի խոսքով։ Հիմա, քանի որ իրավա հավասարության դաշտ ենք մտնում, եւ ցանկացածը կարող է բիզնեսով զբաղվել եւ իր խելքը, ընդունակությունները, կրթությունը կիրառել իր բիզնեսի զարգացման վրա, սրանք զգում են, որ իրենք անմրցունակ են։ Զգում են, որ իրենք դեբիլ են պարզապես ու չեն կարող ախպեր բիզնեսով զբաղվել, գնում է ձեռքից։ Գնում է, ի՞նչ է նշանակում, հիմա պիտի ես ինչի փողոց տանկել, ինչի փողոց տանք, հասկանում եք, ամենքատես չենք նախատեսել։ Հասկանում են, որ բիզնես ծրագիրը գրագետ ժամանակին չեն գրել։ Չգիտեմ, մի հատ բան ենք առուցել, կազինո ենք սարքում, ապա մի, չգիտեմ, քանի հարգանի, չգիտեմ ինչ, իրենք չեն գրել։ Մոտավորապես ինչ եկամուտ են ակնկալումից շոու ծրագրեր կլինեն, որպեսզի իրենց մոտ ավելի գրավեն հաճախորդներին, տուրիստների վրա են ավելի շատ աշխատելու, թե տաքսիստների վրա են աշխատելու, նրանց մի խոսքով այս ծրագիրը չեն գրել իրանք, հասկանու՞մ։ Արա դե սարքեք, ապա մեծ սիրուն բան սարքեք, հասկացել են, որ այս ինչի փողոց չեն տա, ինչի փողոց չեն տա, ինչի փողոց չեն տա, մեկը պլյուս են դառնում։ Սա է։ Եվ հիմա խնդիրներ ունեն, իրենք չեն կարողանում դրսևորվել բիզնես դաշտում, չեն կարողանում, գնում է ձեռքից, հասկանում եք։ Դրանք էլ են միլիարդատերերն են, ովքեր որ հավելյալ գումար չեն ծախսելու երբեք, կապեժնիկ են, որովհետև բիզնես մտածելակերպ չունեն։ Սա դնենք մի կողմ։ Վերադառնալով այս խոսակցությանը։ Հա, ու այստեղ Փաշինյանը ճիշտ ասում։ Ոնց որ ասում եք ուժը, ինչով եք ուժը։ Ու իսկապես ինչով են ուժը։ Հասցրել են դիտավորյալ ժողովրդի մակարդակը իջացրել են այնքան ցածր, կրթական մակարդակը, ընդհանուր ցենզուրան, իջացրել են այնքան ցածր, որտեղ իրենք կարող են բարձր երևալ։ Հասկանում եք։ Իրանք այնքան են դեբիլացրել իրենց միջավայրին, որ այս դեբիլները կարող նայեն օրինակ այդ մի քիչ բարձր մակարդակի դեբիլի մի հատ դեբիլ արտահայտությանը, որ ասեն նայեք, բայց ինչ լավ ասեց ախպեր, որովհետև իրաց պատկերացրած լավը ուրիշ է, մեր պատկերացրած լավը ուրիշ է։ Ընկալումը այդ նույն լավի հանդեպ տարբեր է։ Պետությունը մեր համար ուրիշ բան է, իրենց համար ուրիշ բան է։ Ընկալումը տարբեր է։ Անկախությունը մեզ համար ուրիշ բան է, իրենց համար ուրիշ ընկալումը դա եւ այլն եւ այսպես շարունակ, հասկանու՞մ։ Այդ դրա համար են, այդ դրա համար պիտի փորձեն գիտությունների ակադեմիա փակեն, պիտի բոլոր խելացի միտքերին Հայաստանից քշեին, լարեին, հեռացնեին, նրանց կյանքը վատթարացնեին, ավելի ուղղորդված ընթորոտով բակից սկսած։ Եվ այլն եւ ով վերջին վարիանտ գնդակարեն, դպրոց մանկապարտեզ քանդեին, լապեին, ծամեին, այս ամենը չի համար է, որպեսզի մակարդակը ցածր լինի, որտեղ որ կարող օրինակ Շմայսը դառնում է գիտնական, հասկանում եք, կամ տարումը Մարգարյան գնա դոկտորական պաշտպանի, ինչու որ եղել է, հասկանում եք, այս իրականությանը իրանք պիտի բերեն, որպեսզի բանը Տարոն Մարգարյանը դոկտորական պաշտպանի, պիտի այդ համալսարանը իջացնել պլենդուզի մակարդակից ցածր, որպեսզի ինքը կարողանա դոկտորական պաշտպան, թե ինքը չի կարող բարձրանալ այդ գիտելիքի մակարդակին։ Ու այս դեգրադացիան տասնամյակներ շարունակ։ Ու հիմի վարչապետը ստեղծեց բան ասում, անգամ ես հումորով եմ վերաբերվել, ասում եմ ոնց որ գրած է, հա, պայմանավորվեն բան անում, ասում եկեք մեկ գրածկան քիչ կարա կանենք, էլի։ Այո, ուժեղի հանդեպ ակնկալումները նույնպես տարբեր են մեր մոտ։ Այլ կերպ, որևիցե մեկի մոտ, այլ որևիցե հասարակական շերտի մոտ, այլ։
Որն է ուժը։ Օրինակ շատերի համար ուժեղա, օրինակ Քոչարյանը, որովհետև գնդակահարում էր աչու ձախ, ինձ համար դա վախի դրսևորում է, եւ ինձ համար ավելի ուժեղա ցանկացած մեկը, ով մի քանի գիրք առնվազն կարդացել է կամ կարա գիտակցաբար ինչ որ իրավիճակում, որտեղ որ հասկանա, որ ինքը մեղավոր ասի կներեք։ Սա ինձ համար ուժեղ մարդու դրսևորում է։ Իրենց համար սա թույլ մարդու դրսևորում է։ Այստեղ այդ դիզոնանսը կա, հասկանում եք։ Ու մեր հասարակությունը այդ կռվի մեջ է, եթե ուզում եք իմանալ, այս պրիմիտիվ կռվի մեջ է։ Այս պրիմիտիվ կռվի մեջ դրել է մեծ ինչ որ զգացմունքներ խելքից դուրս չգիտեմ ինչը ու կռվում է իրար հետ։ Առանց մի հատ մի բան կանելու։ Ես հասարակ մի օրինակ ձեզ բերեմ։ Տեսեք, սրա մասին ես ճիշտ ասած ուզում եի առանձին եթերով խոսել, բայց հիմա համառոտ մեկնաբան եմ։ Պատերազմից հետո շատ շատերս գրառումներ են կարել, որ այ մենք պատերազմը պարտվեցինք այն ժամանակ, երբ որ ջութակար տղեն ղզիկ էր, սովորող երեխեն դոձիկներ, կհիշեք, նման բաներ էին գրում եւ ասում, չէ՞։ Այսինքն մենք ընդունում ենք, որ մեր ընտանեկան կամ թեկուզ դպրոցական կամ բակային մակարդակով կրթական դասիրակչական ցենզը եղել է ցածր։ Մենք դա ընդունել ենք։ Բայց կարճ ժամանակ հետո, այ հիմա մինչև հիմա էլ չենք անդրադառնում դրան։ Դարձյալ վերադարձել ենք այն հին ակունքներին ու շարունակում ենք շատ վատ դասիրակել մեր երեխաներին։ Եթե կարելի է դա դասիրակություն համարել, որոշ դեպքերում անգամ դասիրակություն չկա, եւ մենք օրական ինչ ասես կարող ենք լսել ու տեսնել դպրոցական երեխաների մեջ։ Չէ՞։ Որովհետև մենք դա գրանցեցինք, արձանագրեցինք ու անցանք առաջ։ Մենք չարձանագրեցինք ու փորձեցինք փոխել դա։ Եվ դա չդարձրինք համընդհանուր պատկերացում։ Եվ մենք դրանով այ մեր հարևանին օրինակ, ով որ հնարավոր է իրան տես բայ, առանձնացրեցինք, ասենք լավ, էսի հարևանն է, իրան չի վերաբերվում։ Մենք չդրեցինք ու միջև վերցրել, որ չէ, դու իսգոյ կդառնաս ամբողջ մեջ, եթե դու շարունակես այսպես վերաբերվել կամ բացատրել կամ սովորեցնել։ Այս խնդիրները կան։ Ամեն դեպքում իմ վերաբերմունքը, այս եթե բանի մասով ասացի, համաձայն եմ, այս թեմաները մենք շատ ենք արծարծել, անգամ ինչ որ նոր բաներ չկա, բայց պարոն վարչապետ, խնդրում եմ, պահանջում եք, որպեսզի արայով խոսալը այսօր բացակայի ձեր խոսույթից։ Այո, այն ոչ պաշտոնական շրջագայությունների ժամանակ ձեր ընտրողների հետ կամ քաղաքացիների հետ ինչպես կշփվեք, երբեմն ավելի ընտանեկան խոսույթի վերածելուց հնարավոր է դա լինի, բայց այս պարագայում ես դա չեմ կարող ընդունել, կներեք։ Այնուամենայնիվ, այս առիթից էլ հենց օգտվելով պատասխանել է նրան Նարեկ Կարապետյանը, պատկերացնում եք, Նարեկ Կարապետյանը, ու այստեղ սկսվում է իսկական կինոն։ Եկեք լսենք։ Իրականացնելու։ Մեր ուժը։ Մի րոպե։ Անկամ եթե գործը այդ լավ չի գնում ու տեսնում ես, որ բարդում ես ընտրություններում, պետք է քեզ պահել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ։ Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային ձևով, փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը դա մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերը իրականացնելու։ Մեր ուժը բանակի վերափոխումն է 10,000 նոր անօթաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել։ Հայկական ակաուտային պաշտպանության վերաստեղծումն է մեր ուժը, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, ոչ թե մի հատ անօթաչու մինչև ապահովեն գա։ Դա է մեր ուժը, ու մեր կամքը, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։ Իսկ որն է քո ուժը։ Ես վերջերս ոնց որ բնավորություն ես սարքել հայերի հետ, Հայաստանի քաղաքացիների հետ արայով խոսես։ Այցելությունների ժամանակ էլ եմ տեսնում։ Արայով մի խոսա, ոնց որ երաշտություն ուզում ես տարկես, կողական գնաս։ Մի գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով։ Եթե արայով խոսացող էր, մինչև վարչապետ լինել են խոսայիր։ Եվ տեսնենք դեպի։ Չնայած լսել եմ, մի անգամ խոսել ես։ Հետևանքների մասին եմ լսել։ Նախ Նարեկին Կարապետյան ասեմ հետևյալը։ Ժողովուրդ, խնդրում եմ չընկալվի, որ ես հիմա ինչ որ ցանկանում եմ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել։ Ոչ։ Անկամ այն սկզբի հատվածով ես համաձայն եմ, այո, վարչապետին հարիշ չի, որ ինքը արայով խոսի։ Բայց դրա մասին Նարեկ ջան, դու չես որ պիտի խոսես։ Այ երեք մենք այդպիսի բաներ քննարկում էինք, զրուցում էինք եթերով։ Ու թե որքանով կարա օրինակ անբարոյական մարդը բարոյական դասեր տա որևիցե մեկին։ Այ մոտավորապես սա է։ Ասենք կամ ոնց կարա դաշնակցության ներկայիս կառույցը հայրենասիրության դասեր տա։ Հայրենիք վաճառողը ոնց կարա հայրենասիրության դասեր տա։ Օրինակ։ Հիմա քո պարագայում դու արի կլինի ժողովրդի պաշտպան մի խաղա։ Ու արայի մասով մի խոսի, ասեմ խի, որովհետև հերեդ, պապատ, Կարեն Սարգսի Կարապետյանը, կենսաբանական հայրդ։ Ժողովրդի հետ այ համբալով էր խոսում։ Հիմի կարաս գնաս հորոտ ասես լսի արա։
Այ հեր դու вообще բանս բաներ անես կարաս քի հերը տա իրան կարելի է Անդրանիկ Մկրտչյան Նարեկը հեճածական կա ձեզ գնել ուրեմն ասեմ Անդրանիկ ջան իմ գործունեությունը այնպեսին նա որ նրանք մշտապես են ինձ արձագանքում իհարկե ուղիղ չէ որովհետև ուղիղի պարագայում գիտեմ որ ինձ տալու են հավելյալ հնարավորություն շատ ավելի այլ կերպ անդրադառնալու բայց այլ ձևերով այնքան են իրանք եւ հետևում եւ փորձում շտկումներ արել իրենց մոտ եւ փորձում արձագանքել եւ ոչ միայն Նարեկը եղբայր ոչ միայն Նարեկը իմ այս գործունեության հետ կապված ընդհանուր միջև ազգային ժողովի ամբիոնում կանգնել բողոքում էին Հայաստան Դաշինքի падգամավորները իրար հետ չտալով թե գիտեք բայց էլի անունը չտալով կամ մի այդպիսի հերոստալիկ որտեղ կա մի հատ այսպիսի հաղորդաբար որը եւ այլն նրանք ինձ հետ շփվում են սաթիկ անժիկ նյուզերի միջոցով եւ ես դա այդ զուգահեռները բարձ տեսնում եմ բարձրապես քանի որ հիմա իմ մասին չի եթե ուզում եք մի օր կարող եմ այդ բաները արգումենտները ներկայացնելով եթեր անեմ թե այս 5 տարիներին վայ ինչքան են արձագանքել բայց իհարկե համարձակություն չեն դրսևորելու չնայած խոսք էին տվել օրինակ Ալիկա Ալեքսանյան խոսք էր տվել որ մի օր քննարկում կկազմակերպենք տեսնում ինչեւ հիմա սպասում են դեռ կա ժամանակ չգիտեմ երևի մի օր կգա բայց մի կողմից մեկ այլ բան ասեմ Անդրանիկ ջան ինքը պատկերացրու գնահատականը տուր ուրեմն առաջիկայում քանի որ ընտրություններ են բոլոր հեռուստատեսությունները իրաց հիմնական հաղորդումները որտեղ որ հնարավոր է հյուր կանչել տեղավորում են որոշակի փաթեթի մեջ որպեսզի նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը հավասարաչափ այնտեղ ՏԿՀ-ն որոշում է ժամային բանը մյուսը որ կարող են վճարել կապ չունի որ հեռուստատեսությունն է ու գնան այս ինչ հաղորդմանը կամ այն ինչ հաղորդմանը հյուր հասկացաք այսինքն օրինակ 5-րդ տարիքը ինչքան է լինի Քոչարյանինը կարա օրինակ Ալեն Սիմոնյանը նախընտրական process-ի շրջանակներում գնա այնտեղ հյուր կամ ասենք կարա մի հատ դաշնակ չգիտեմ Արծվիկ Մինասյանը գա ինձ հյուր բայց արդեն ես խոսակցություններ եմ լսում որ դե գնելի մոտ չենք ուզում գնանք ու բայց իհարկե իրենց որպես զոհ են ներկայացնում ասում նա կարմիր գծերը անցել է վաղուց բան դրա համար էլ չենք ուզում ասել անցել է եկեք հրապարակային ժողովրդի դեմը ցույց տվեք որ անցել է ինչն է սխալ ասել գնելը մինչև չկա չկա Այսօր ես sense բանել չեմ կարող կներեք ես ինձ թվում անգամ ինչ է չեմ զարմանա որ մեկը հետո էս մեկնաբանությունը բան անի մեկարի քծյացի տեսեք Գնաճան պրիվետ всем привет սիրում շնորհակալություն ուրեմն ասենք առաջ ինչ է խոսում Նարեկ նախ այ հենց օրինակս դրա վրա էր Նարեկ Կարապետյան որ դու չես կարող ասել դու չես կարող ասել ես կարող եմ ասել ու ասեցի համ եթերի սկզբից համ նոր դու չես կարող բայց այնուամենայնիվ գանք նորից սկզբից ինչ էր ասում ինչն է ձեր ուժը արմիատել ես ու տեսնում ես որ բարդում ես ապրություններում պետք է քեզ բայել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ այսօր Հայաստանի վարչապետը փողոցային ձևով փողոցային բառապաշարով հարցնում էր թե որն է մեր ուժը Մի րոպե, Նարեկ ջան, քեզ էր հարցնում։ Մի րոպե։ Նարեկ ջան, քեզ տես բան է հարցրել, չէ։ Քեզ չէր հարցնում, ապեր։ Հոպարիտ էր հարցնում։ Դու ով ես որ պատասխանում ես։ Հոպարիտ է հարցնում։ Ասում է, քեզ վախենում մտնես եթեր։ Քննիչից եք վախենում։ Հա? Հանուն Հայաստանի քննիչից վախենում եք։ Ասում եք վախենում ո՞րն է ուժդ։ Դու ես պատասխանում։ Չի կարա հոպարդ պատասխանի ապեր։ Վախենում է պատասխանի։ Ուժ չունի պատասխանի։ Արա, Քոչարյանը բլթում է։ Բան են ասում, հելնում դաշնակներն են պատասխանում։ Սերժը բլթում է, բան են ասում, հելնում Աշոտյաններն են պատասխանում։ Լևոնը բլթում է, բան ես ասում, Լևոն Զուրաբյանն է հելնում պատասխանում։ Հիմի հոպարիտ բան են ասում, դու ես հելնում պատասխան։ Խեք վախում ապեր։ Վախենում եք, ես քաղաքացի իմ գնահատականը այս իրավիճակին հենց իմի դա է։ Հենց իմա դա է։ Բան ինչ եղավ, երբ որ արև խոս, Աշկով Բանովյանին, բան չէ։ Բայց որ ձեր հետ են արև խոսացել ինչ ա եղել։
Ռուսաստաններում։ Երբ որ նոր սկսում էիք, նոր հիշել էին, որ դուք էլ դու չէ, էլի դու շատ ջահել ես, չես հիշի։ Նոր հիշել էին, որ իրանք մարդ ունեն կոնկրետ ձեռնարկության կոնկրետ ցեխում ու կարող են քաշել գարաժ։ Ո՞նց էին քաշում գարաժ։ Կոֆեի սեղանի շուրջ։ Շարունակենք հլը։ Մի րոպե, ասում եմ մեր ուժը որն է։ Որն է մեր ուժը։ Ահա։ Մեր ուժը։ Դա մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերը իրականացնելու։ Մի րոպե։ Նախընտրական շրջան է։ Բոլորը բերում են ծրագրեր։ Նախընտրական ծրագրերը բեն հանդես գալիս առհասարակ, բոլոր կուսակցությունները նարեք։ Ու վստահ եղիր, բոլորի ծրագրերը իրենց ուժն են։ Ամեն մեկը համարում է, որ իր ծրագիրը իր ուժն է։ Լավն է, ամենաուժեղ ծրագիրն է, ամենահամոզիչ եւ լավ ծրագիրն է։ Դուք սրանով եզակի չեք։ Այսինքն քեզ մոտ դες փակագից բաց եմ, լուսաբանեմ, ըմբռնես։ Ասնելով առաջ, ինչ էր ասում, մեր բանը այդ ծրագիր ինչ է։ Որն է մեր ուժը։ Մեր ուժը ծրագրերն են։ Դա մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերը իրականացնելու։ Օ։ Արի մի պահ քեզ թողնենք, ես քեզ մի հատ կամքի նման մի բան ցույց տամ, որտեղ շատ ավելի པարզ է երևում, թե ինչ հզոր կամքի տերեք, էլի, հզոր։ Չկա սենց կամք։ Ծանոթ նկարներ են ապեր։ Թե 312-ը գիտես քանի տարեկան է։ 50։ Հիմա ասեմ սա ինչ է։ Հերթական նկարները հեծի բաշխման ցանցի նախորդին հիշատակված ավելի քան 10200 հատ տրանսֆորմատորային ենթակայաններից։ Հայաստանում 10200 նման ենթակայան կա ժողովուրդ, որոնք վերջին 40-50 տարիներին անդադար լարման տակ են, առանց պատշաճ էներգատեխնիկական վերազինման ու վերակառուցման։ Այդ թվի միայն մոտ 5%-ն է վերակառուցվել վերջին 15-20 տարիներին, 15-ից 20 տարիներին։ Դե 312 տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է մայրաքաղաքի սրտում, Բաղրամյան պողոտայում եւ սպասարկում է շուրջ 300 սպառողների, որոնցից մոտ 40-ը հանրային սեկտորի օբյեկտներ են։ Բիզնես են, նարեկ։ Աշխատող բիզնես են։ Իրանց հոսանքի աղբյուրը դա էր, հենց ցույց տվեցի։ Այսպիսի վիճակում գտնվող նմանատիպ պարամետրերով օժտված շուրջ 10000 գործող ենթականներ ունենք ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Հեցի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքում են շահագործվում, իսկ մնացածը Հայաստանի Հանրապետության մարզերում։ Նարեկ ջան, ստեղ մոռացել եք, որ դուք կամք ունեք։ Հիմա քեզ ինչքան աշխատավարձ տամ ամսական, որ դու էլեկտրիկ աշխատես, ու ստիպված լինես, օրինակ շաբաթը մի երկու անգամ մտնել այստեղ։ Պետք է ոչ մի բանի ձեռ տաս։ Պարզապես մտնես, դուրս գաս։ 21-րդ դարի հեծնա։ Ինչ է ինչի եղել, որ ստեղ կամք չեք ցուցաբերել։ Թքած եք ունեցել, դա հիշում ենք։ Վերցնելուց դուք թքած չեք ունեցել։ Ասել եք, հեսա դուք նայեք, բան ինչ ասես խոստացել եք։ Հետո այդ կամքը ոչնչացել է, հետո պարզվեց դուք թքած ունեք։ Իսկ ինչ եթե Հայաստանում էլ, Հայաստանի վրա էլ դուք թքած ունեք։ Սա է քո կամքը, տես, ոնց են մարդկանց փորձում ընկալել հասարակության ներսում, առավել ևս երբ որ նրանք հասարակական գործունեություն են ծավալում։ Պարտադիր չի մարդը միլիարդների գործ արել, թե կոպեկների այլ ավելի շատ ներդրել է իրենից իր ժամանակից եւ այլն։ Կապ ունի նրա բնավորությունը, սկզբունքայնությունն ու պատասխանատվության զգացումը։ Մարդը կարող շատ փոճուրիկ բաներ անի, բայց նա անի դա մեծագույն պատասխանատվությամբ ու զգացումով ու բանով, որ հետո երբ որ ինչ որ հայտ ներկայացնի, թեկուզ քաղաքական, հասարակությունը ասի, բայց ես նրան ճանաչում եմ։ Ինքը պատասխանատվության զգացումով տվա, ու եթե ասում է, ես նրան հավատում եմ։ Կապ չունի, այդ մարդը հետո խաբելու է, ճիշտ է դուրս գալու թե սխալ, բայց այդ պահին մարդը հակված է հավատա։ Դուք ունեք մի պարտականություն, որի վրա թքած եք ունեցել, թե բարի ուղիղ, թե ամբողջական իմաստով։ Հիմա ինչ եք խոսում։ Բայց սա ամբողջը չի ժողովուրդ ջան։ Ստեղ շարունակություն կա ախր։ Մարդը դեռ շարունակում է։ Եկեք լսենք։ Բանակի վերափոխումն է։ Բանակի մի րոպե։
Մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերի Ես իրականացնելը։ հասկացա, կանց։ Ներուժը բանակի վերափոխումն է 10,000 նոր անօթաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել հայկական հակաօթային պաշտպանության վերաստեղծումն է ներուժը, որը Որը ինչ մի հատ է։ օգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, ոչ թե մի հատ անօթաչու մինչև ապօրյան գա։ Դա է մեր ուժը, ու մեր կամքը, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։ Իսկ որնա քո ուժը։ Նարեկ 10,000 անօթաչու։ Տես, կա 3 տարբերակ։ Անօթաչուների հարցը կամ լուծվում է պարսկականով, բնական է, հիմա իրանք չեն տա, մի հատիկ էլ չեն տա։ Միջալոց ունենք արդեն Ռուսաստանին չեն ուզում տան, ովքեր որ օգտագործում են Ուկրաինան։ Կամ լուծվում է Իսրայելով, ովքեր Ադրբեջանին էլ էին տվել ու նրանց այդ առևտրի գծով մատակարարը կարծեմ ձեր թիմում է, որը, եթե չեմ սխալվում, ձեր պատկերացումով կարա Իրանի դժգոհությունը առաջացնի։ Դուք այդտեղ պատեք, չէ՞, մի քիչ ասում եք, օ, այս ինչ բանը, բա Իրանը, թրիփյուղի, բա Իրանը, բայց այդտեղ ասում եք, բան է, դառնում է բեր։ Դա ինքն էլ չի տա, որտեղ հարցերի մեջ է։ Կամ կարա լինի տեղական արտադրության, չէ՞։ Այ հենց այդտեղ առաջարկում եմ մի պահ կանգ առնենք։ Գիտես, մեզ անօթաչուներ պետք էին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ էին պետք։ 2016 թվականին Սեյրան Օհանյանը ասում էր ձեր նմաններին, որ դրանք հավայի ցիկտիկներ են։ Ինչ են անում։ Թխելու են գցենք ասում։ Ցիկտիկներ են։ Դուք այդ ժամանակ տեղյակ չեք, մեզ ինչա պետք։ Ով էր ձեզ խանգարում։ Կամ 2002 թվականին մարդիկ գիտնականների խումբ մտել է Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Մտել են թե կարողացել են թղթերը ուղարկել, չգիտեմ, սա ես ասել եմ։ 2002 թվականին, որպեսզի քեզ հասկանալի լինի, անօթաչու թռչող սարքերը 90-ականներից կան եւ գոյություն ունեն արդեն։ Հասկանում ես։ Բայց մեր նման երկրների համար չեն արել դրանք։ Մեր նման երկրներում սիրում են նրանք իրենց հին զենքերը մատակարարել, ռասխոտ անել գնան։ Մանավանդ եթե նմանատիպ երկրները չունեն նորմալ արտաքին դիվանագիտություն կամ չունեն նորմալ ղեկավար առհասարակ։ 2002 թվականին առաջարկ է եղել, որպեսզի մենք անօթաչուներ այստեղ արտադրենք։ Անկամ ցույց են տվել, թե որտեղ կարելի է արտադրել։ Ինչ ես կարծում, ինչ ա եղել։ Ասեմ, այն որտեղ որ ցույց են տվել, այդ տեղը ավերակ են դարձրել, այդ մարդկանց էլ ցրել են։ Այդտեղ ղեկավարը, ով կառավարությունը երբ որ ընդունում էր, երկրի կառավարումը երբ որ ընդունում էր, Ադրբեջանի հետ ընդհանրապես 12 միլիոն դոլար էր ռազմական տարբերությունը ծախսերի։ Հանձնելու պահին մի քանի միլիարդ։ Ընդ որում Ադրբեջանի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն էր, որտեղ որ ապրում եւ ստեղծագործում եք դուք ձեր ցեղով։ Հատկապես հորեղբայր Սամվելը։ Հասկանում ես։ Ով էր խանգարում։ 16 թվականին տեսակ։ Բոլորը տեսան, չնայած դուք դժվար տեսած լինես, ձեզ չի հետաքրքրել, դուք նոր եք ծանոթանում ամեն ինչին առհասարակ։ 16-ից հետո, հա, մինչև 20 թիվը Հայաստանի Հանրապետությունը մեծ պրոժինսկի չի արտադրել ռազմական տեսանկյունից։ Ավտոմատիկ պրոժին չի արտադրել։ Գիտես խի, թույլ չի տվել, դու ո՞վ ես այդպես բան արտադրես։ Եվ գիտես ով թույլ չի տվել, արի միասին գուշակենք։ Իսկ այստեղ մեզ ասում են, հա դու մեկ ռուսում ես, բայ ախպեր, մենք ինչ ենք անում, պրոժին չենք արտադրելու։ 20 պատերազմից հետո, 20 թվականի պատերազմից հետո, երբ որ նաև ԲՏԱ նախարարությունն էր նոր ստեղծվել, գիտես, մինչև այդ էլ չենք ունեցել, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում ռազմարտունաբերություն իրականացնելը անհնարին էր։ Եվ երբ որ պատերազմից հետո սկսեցին հնչել առաջարկներ, պարզվեց, որ կառավարման տեսանկյունից այնքան էլ պարզեցված չի, ոնց պիտի մարդը օրինակ զենք արտադրի, ոնց կարա կազմակերպությունը զենք արտադրի։ Թղթաբանական առումով։ Այդ դրա համար, որովհետև երբեք չենք արտադրել։ Հետո հայտնվեցին կամավորներ, ովքեր որ շատ աջակցեցին, շատ քննադատեցին, մինչև որ հասան իրենց նպատակին։ Այսօր մենք ունենք արտադրություն։ Գիտես ինչ։ Այսօր չի այդ արտադրությունը։
Ես մի օրը կգա ու ես ձեզ բաներ ցույց կտամ։ Դուք չեք պատկերացնում, նույն 22 թվականին ոնց ասեմ, որ շատ պարզ չլինի, բայց հասկանալի լինի։ Երբ թշնամին լայնամասշտաբ հարձակում էր սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, եւ Տաշիր Սամոյի սիրելի Ռուսաստանը չէր հասկանում որտեղ է Հայաստանի սահմանները որպեսզի պաշտպանի, այդ ժամանակ իսրայելական Հերմեսը օթում խփում է մի հատ Ֆորդի դաշտերում, որը գնացել էր նոր առաջին հայկական արտադրության առաջին ԱԹՍ-ները փորձարկելու եւ բոլորիս է հասկանալի լինում, որ արտահոսք է եղել։ Այդ ժամանակ դու դեռ փախած էիր ապեր, որովհետեւ ուժեղ էիր, դրա համար փախած էիք, չկայք առաջնագծի հետ կապ չունեիք, թիկունքում կապ չունեիք։ Ընդ որում ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց մոտ տարածում էին երկու ուղղությամբ քարոզ։ Մեկը Ռուսաստանի համար, Ռուսաստանին գրգռելու համար, թե Հայաստանում ֆրանսիացիները օգնում են այսպես բաների համար, մեկը եվրոպացիների համար, ցույց տալու, որ այդ տեսեք, ստեղ ոնց որ թե իրանական բան ենք գտել, բայց իրանական չէր բնականաբար, այլ ֆրանսիական չէր։ Այդ ժամանակ ֆինանսական առումով անգամ դուք չեք աջակցել։ Մարդիկ են աջակցել տարբեր ծրագրերի, որ անգամ իրենք չգիտեն ինչերի են աջակցել։ Դու այսօր խոսում ես հայկական ռազմաարդյունաբերությունից լուրջ ես խոսում, բայց ով է թույլատրել, ով է հասել նրան, հասցրել պետությունը այն մակարդակին, որ հնարավոր է Հայաստանում արդեն ռազմաարդյունաբերություն իրականացնել։ Չլինի հոպարը տապեր։ Թե գիտեք, ես ինչ եմ նկատում, ժողովուրդ։ Սրանք նայում են պետությունը որտեղ է հաջողել, իրենք արագ ներկայացնում են, որպեսզի հեսա երբ որ սկսի քարոզ արշավը, ու մարդիկ ներկայացնեն իրենց այս վերջի տարիների ձեռքբերումներն ու արածները, սրանք ասեն, «Օ, նայեք, մեր ծրագրին են նայել, դες բաներ են ներկայացնում»։ Հասկանա՞ք, սրանք փորձում են կոտրել իրական ձեռքբերումները։ Նայեք, այս նույն բանը կարող ես խոսել մի դեպքում։ Երբ որ ընդունես վարչապետի հրավերը, ո՞նց էր հելեր գնացել Սուրբ Սարգիս, ես էլ եմ այստեղ միշտ աղոթում բան, կամք էիր ցույց տալիս, օքեյ։ Ու կազմում եք 50 հոգանոց խումբ, ստորագրում եք համապատասխան փաստաթղթերը եւ ձեզ ուղեկցում են տեսնելու թե Հայաստանը արդեն ինչեր ունի։ Տեղում դուք նաեւ կծանոթանաք, թե երբևէ մինչեւ այդ ինչ է ունեցել։ Դրա մասին ոչ ոք իրավունք չունի խոսի։ Ինչ վերաբերում է Հայաստանի օթին, ինչով ես փակելու։ Դու ես փակելու։ Կարգը Հայաստանի օթը ինչով է փակ եղել։ Ուզում ես ես քեզ հուշեմ մի քանի բառով։ Դու տեղյակ չես լինի, որովհետեւ դա քեզ հետաքրքիր չէ։ Նոր են կողքից սկսել ականջիդ բաներ խոսել, երկու բան լսել խառնելը սաղ իրար։ Արի ես քեզ հիմա ասեմ։ Հայաստանի օթը փակ է եղել հիմնականում այս 300 համակարգերով։ Հակաօթային պաշտպանության, ռուսական արտադրության, գուցե ասես որ դրանք վատն են, չէ, այնքան էլ վատը չեն։ Բայց այն համակարգերը, որոնք աշխատում են այդ հոբի դեմ, նրանք ավելի կատարյալ են։ Ու դրա մասին տեղեկացված է եղել թե պարոն թե Սերժիկ Սարգսյանը, որի աշխատակազմի ղեկավարը Հայդիկը դա եղել։ Ասենք առաջ։ Այդպես 300-ներից մի մասը չեն աշխատել։ Գիտես ինչու։ Որովհետև Սերժիկ Սարգսյանի հորը թիմակից Սերժիկ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի պահած բանակում զինվորականի կյանքը այնպեսին էր, ես չեմ արդարացնում իհարկե դրանով, բայց գոնե դաստիարակությունն այնպեսին էր, որ երկու դեցի ոսկիի համար այս 300-ի պալատան էր գողացել ապեր։ Եվ նրա ռազմական գիտելիքներն այնքան էին, որ այս 300-ը տարել ու կանգնացնել էր չոլի մեջտեղում։ Ինչը վերևից շատ պարզ է երևում, ու հասկանում ես, մեծ շատ էժան ԱԹՍ կարողացել են իշնել վրեն։ Առհասարակ այս 300-ը նրա համար է, որ պաշտպանի օդը, բայց արի ուտես, որ սկի իրան չէր կարողացել պաշտպանել։ Ուզում ես նմանատիպ պատմություններ լսել։ Շատ են նրանք։ Այդ ժամանակ մեր ուժեղ մեկը պետք չի եղել հատկապես Ռուսաստանից, զարմանալի զուգադիպությամբ։ Ու այդ ժամանակ հենց այդ նույն անձանց միջավայրում աշխատել են պատկերացնես հայրը։ Ոչ ավել, ոչ պակաս։
Այդ կողքից որ քեզ բաներ են պատմում։ Ուզում ես համարս թողնեմ։ Համարս թողնեմ։ Ես ուզում եմ դեռևս 1%-ով հավատալ, 1% հավատքա մեջ ես, 1%, որ դու իսկապես հետաքրքրված ես իմանալ իրականությունը, պարզապես սխալ մարդկանցից ես հարցնում։ Ու ես քեզ կպատմեմ։ Շատ բան։ Պատմել չէ, ես կարող եմ ցույց տալ։ Այն ովքեր որ քեզ պատմում են, չեն կարող ցույց տալ, ես կարող եմ։ Ու այն ինչ որ կարող եմ ցույց տալ, դրանք մի օր անպայման հրապարակային դառնալու են։ Բայց բոլորս ենք չհասկանում, որ դա հիմիկվա բան չի, որովհետև հիմա գնում ենք խաղաղության։ Իհարկե ուժեղանալով։ Այն ինչ ես ուզում քեզ պատմեմ, ինչի մասին է հետաքրքիր։ Դες ասեմ հիմա ձեզ ինչ է հետաքրքիր։ Աշխովս անկավ սենց մի հատ նյութ էիք սարքել գցել։ Հերթական լոլոներից ձեր։ Ես չգիտեմ դուք այնտեղ ում եք խաղում, ստեղ ոնց նայում եմ 2500 հոգի լայքած կան ճիշտ ամեջը խնդարուն կան, բաներ կան եւ այլն, 370 հատ մեկնաբանություն, իհարկե կեսը ինչ ասես ասում, բայց մյուս կեսը ամենայն դեպս ինչ որ լավ բաներ է խոսում։ Սրանք ոչ ոք չգիտի, չի խորամուխ չի լինում։ Ու ձեր այս սարկածը իրանց համար է, հասուն քաղաքացիների համար չի։ Այնուամենայնիվ կուզես մի հատ անդրադառնանք, արի անդրադառնանք։ Սա ձեր բանն է, չէ՞, նյութն է պատրաստած։ Իսպանականներից ի վեր Արցախյան պատերազմներն ինձ սովորեցրին մի բան։ Ճիշտ եւ հաշվարկված քայլերի շնորհիվ կարելի է փոխել իրավիճակը եւ ասել հաղթանակի ամենական ճանապարհով։ Հիմա ես ցույց կներկայացնեմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի մեծ քայլերը, իսկապես ուժեղ խաղաղության հասնելու համար։ Մենք Ուրեմն սկսենք հերթով գնանք։ Կարճամ 1 րոպե 46 վայրկյանով նյութավորից 26 արդեն տեսեք։ 23 արդեն տեսեք։ Այդ կարճ քայլեր բաներ կրկնեմ։ Ուրեմն 94 թվականին հաստատվել է հրադադար։ Ուր եւ դադար բառերից։ Հրադադար։ Չի հաստատվել խաղաղություն։ Չի արձանագրվել հաղթանակ եւ չի արձանագրվել պարտություն։ Չի արձանագրվել ոչինչ։ Հրադադար։ Տղեկ մի խփեք իրար, տեսնենք ինչ ենք անում։ Տղերք ասել են, օքեյ, ժամանակ առ ժամանակ այս կողմից մեզ խփել են, բայց մենք երբեք չենք պատասխանել, չենք խփել։ Սա էսպես։ Հրադադար, չնայած որ որոշ նախագահիկներ իրաց ներկայացնում են հաղթանակած նախագահներ։ Ասես որտեղ այդ հաղթանակի պակտը բան են ուսուցում։ Տեսնենք էլի, չկա։ Չկա, կորցրել են երևի։ Գնում են բանակցություններ։ Բանակցում է Լևոնը։ Բանակցում է Սերժը, ստանալով այս ժառանգությունը։ Բանակցում է Քոչարյանը։ Հետո բանակցում է Սերժը, ստանալով այս ժառանգությունը։ Ու 2017 թվականին ասում է գիտեք տղերք։ Այս ինչ որ 30 տարի բանակցել ենք, արախվել մտավ փակուղի։ Բանակցությունները փակուղում են։ Եվ հավելում է, ըստ էության ավելի կոնկրետ կանգնած, չկա բանակցություն։ Գիտես ինչու։ Որովհետև նրանց դիվանագիտական միտքը չի բավարարել, կամ նրանց գցել են։ Էս է եղել նրանց։ Դուք այդ ժամանակ խառը չեք եղել գնանք, բրկենք Հայաստան, բան նիֆիգա։ Չեն վատ են բանակցել, բերել փակուղի։ Իմիջիալոց այդ ժամանակ Լևոնը չէ լավ ասի, արա Սերժ, ոչ թե փակուղի։ Ասեմ ավելին, Քոչարյանն էլ չէ լավ ասի, Սերժ, ի՞նչ է նշանակում փակուղի։ Դու բերանը ծառելով։ Ոչ մեծ ասել դա։ Որովհետև իրենք գիտեն, որ դա գնում է փակուղի։ Հասկանում եք։ Սա ասես գնացել է փակուղի, վերջ։ Դա գիտեք ինչ է, որ դիվանագիտական հարաբերությունները, բանակցությունները փակուղի է, այդ բառը հենց ասում ես, այդտեղ պատերազմն է։ Կարող ես այդ բառը չասել, կարող ես չասել, բանակցությունները մտել են փակուղի, կարող ես ասել, սկսվում է պատերազմ։ Նույն բանն է։ Գալիս է Նիկոլը։ Ունենում է մի հատ կարճ հանդիպում։ Չի ստորագրվել ոչ մի փաստաթուղթ, չի լուր, չկա մի հատ փաստաթուղթ, մինչև նոյեմբերի 9։ Չկա մի հատ փաստաթուղթ, որի տակ ստորագրված լինի այս կողմից Ալիևի ստորագրությունը, այստեղ վարչապետի։ Մեջտեղն էլ ումա ասեք, չգիտեմ, ռուսական հարտակ կլինի, արևմտյան հարտակ, իրանական, չինական, ճապոնական չկա։ Տես թուղթ չկա։ Գոյություն չունի։ Բանակցությունն ըստ էության էլ չի եղել։ Նիկոլը մի հատ պապիտ կա արեց։ Ասած սկսենք զրոյական կետից մեր ձևով, որովհետև մենք հեղափոխություն ենք արել, ուզեցավ ինչ-որ բան երևույթին բերքի։ Արդեն մարդը միլիարդների զենք առել է, ոչի տանելու պահի, պիտի կրակի, իսկ իր ժողովրդին 20 տարի ամեն օր ասել է Արցախի հետ ենք բերել։ Իմիջիալոց այդ ժամանակ դուք չեք հակադարձել։ Այդ ժամանակ ձեր շուշաթուղթ լրագրողները չէին հրապարակում, Ալիևն ինչ է խոսում, առասարակ ինչ չի խոսում։ Որովհետև իրենք այդ ժամանակ նույնպես ձեր լրագրողներն են։ Հասկանում եք։
Սա է։ Հետո սկսեց արդեն պատերազմը բում։ Իհարկե պիտի Ադրբեջանն ամենահարմար պահին սկսել, ամենահարմար պահը կորոնավիրուսի ժամանակն էր։ Երբ շարժը թեոթայինցիա ցամաքային կանգնած է, իդեալական վիճակ։ Հայ ժողովուրդը, Սփյուռքում ապրող հայ ժողովուրդը չի կարող հասնել եւ հողի վրա նույնպես իր գործունեությունը ծավալել։ Սա մի հատ տեսի մեկ։ Երկրորդ, հավելյալ զենքեր չեն կարող ներմուծվել։ Կանգնած է աշխարհը։ Երրորդ, նա ուներ աշխարհի մի քանի երկրների հետ, այդ թվում նաև Իսրայելի, թե դիվանագիտական, թե ռազմական կոնսենսուս։ Աշխարհում չի եղել մեկ պետություն, անգամ մեր ռազմավարական դաշնակցից սկսած, ով ասել է, այս հարցում Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է ու ես սատարել եմ Հայաստանը։ Չի եղել, անգամ Ռուսաստանը մեկը չի ասել Արցախի դիրքորոշումը ճիշտ է, սատարում եմ Արցախին։ Չեն կարող ասել, որովհետև 17-ին փակուղի էր մցրել ձեր սվերխիստեստրեմի շախմատիստը։ Հասկանում եք։ Այնպես որ շահագործել պատերազմը սա առնվազն քաղաքական անբարոյականություն է։ Դուք չեք կարող խոսել դրանից։ Իսկ թե գիտեք, հնարավոր է գնա փակուղի, բայց քանի որ հրադադար է 94 տարից, դու գիտես, որ հրադադարը ինքը ցանկացած րոպե կարող է ինքը հրադադար է։ Որևիցե պատասխանատվություն բան չկա, որևիցե մեկին ինչ որ բան դուր չեկա, պետք է խփի։ 94-ից սկսած որոշակի մինչև 99 թիվը սենց կարողացել ենք հավասար գնալ Ադրբեջանին զարգացման տեմպերի առումով 99 թվականին ձեր շատ սիրելի Նարեկ քո նաև այո քո հորեղբոր շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանը եւ դաշնակցություն կառույցը ովքեր որ եկել են ձեր օջախ ձեզ սատարելու գնդակը հարում են Վազգեն Սարգսյանին ուտեղից ադրբեջանական զորքերը եւ ռազմական բալանսը աճում է մերը իջնում առնվազն ուղիղ գնում պատկերացնում ես հիմա ისենց անենք դուք ձեր ասելով հարուստ եք իմ ասելով դուք քնձախ եք դուք չունեք հարստություն չկա ձերը չէ FSB-ի փողերն բայց ձեր ասելով ձերն է հիմա գնա աշխարհից զենք փորձի առնես տենանք ինչքան ժամանակ է տևելու process-ը այն օրը նստել արտանում են որ մենակ մի 5-6 ամիս տևում է չգիտեմ հոպարի քաղաքացիությունից հրաժարվել է իհարկե հասկանում եք մուտիլովք են որտեղ բայց ինչ որ է զենք գնել ինչքան է տևում տարի ու կես էին իշխանության որից մի 6 ամիսը մենակ կորոնավիրուս պատերազմը սկսվեց 26 տարին զենք չեկառել լավ իմանալով որ հրադադար է եւ շատ լավ զգալով որ գնում է փակուղի բանակցություն այսինքն լինելու է պատերազմ դու ոչինչ չկարել հիմա դու եկել ես խոսում ես ինչ-որ պատասխանատվություններից ինչ-որ զենքերից բայց շարունակենք այստեղ շատ հետաքրքիր բաներ է խոսում Այսներ մաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի մեծ քայլերը իսկապես ուժեղ խաղաղության հասնելու համար մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն որը կբերի ուժեղ խաղաղության ապահովված մի քանի երաշխավորների կողմից ուրեմն այս մեր տղային ասեմ դու զինվորական մարդ ես արի քիթդ մի մցրա միտեղ որը որ հեչ պետք չի մի քանի երկրի կողմից երաշխավորված խաղաղություն չի լինում խաղաղությունը լինում է քո հակառակորդի հետ աշխատանքով իհարկե լավ է եթե տարբեր երկրներ աջակցում են դրա կայացմանը եւ չեն քակում մեջը մեղմ ասած ինչպես օրինակ Ռուսաստանն ու Բելարուսն են անում հասկանում ես դիվանագիտություն Սամվել Կարապետյանը ինչ դիվանագիտություն պիտի բերի ինչ աշխատում կբերի ուժեղ դիվանագիտություն կարեմ իմանալ ինչ դիվանագիտ աշխարհում ով է հակված աշխատի Սամվել Կարապետյանի հետ ով որ պետությունը Դասեք օրինակ, այս պետությունն է, այս պետությունը մեր դիրքորոշումը, մենք ասեք տեսնենք, կոնկրետ հստակեցրեք։ Հա, մեկ ինձ ասեք ուժեղ խաղաղությունն ինչ է նշանակում։ Շարունակենք։ Սիրուն բարերը ասում եմ մեր ախպեր։ կլինեն առանց միակողմանի զիջումների, պահպանելով կարմիր գծերը։ Մենք կկարողանանք Ահա, առանց միակողմանի զիջումների, պահպանելով կարմիր գծերը։ Դու վստահ ես, որ դա է հենց ձգտումը Սամվել Կարապետյանի։ Հիմա ասեմ։ Հայաստանը զիջումները արել դեռ միջև Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ այն նույն Գորիս Կապան ճանապարհի մասին շատ են, չէ՞, խոսում այդ որոտանի կողմը։ Այդտեղից այն կողմ իր ներքին շրջանառության փաստաթղթերի վրա գրել է Ադրբեջան։ Այսօր բրիֆինգի ժամանակ վարչապետն էլ ասեց։
Հələ արձագանք չկա այնտեղից, հələ ծոպտոնները չենք լսել։ Իբր չեն լսել։ Հասկանում ես, սա մեկ։ Երկրորդ։ Արի սրա մասին ես մի քանի անգամ խոսել եմ։ Մերտել քեզ համար խոսել։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի առաջին պատերազմից ի վեր, մինչև 20 թվականը, մինչև 18 թվականը։ ՄԱԿ անվտանգության խորհուրդ ուղարկել է 5 անգամ քարտեզներ, վրան հստակ նշելով, թե որոնք են իր կարմիր գծերը։ Լևոնի ժամանակ ուղարկած ՄԱԿ անվտանգության քարտեզները բան ուղարկած, խորհուրդ ուղարկած Ղարաբաղը նկարած ա եղել Ադրբեջանի կազմում, ընդ որում Ղարաբաղ, Արցախ չէ։ Գծած ա եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այն կողմում գրած ա եղել անգլերեն տառերով Նակորնի Ղարաբաղ, մեջտեղը Ստեփանակերտ։ Առանց սահմանների, առանց բանի կարմիր գծերը եղել են Հայաստանի Հանրապետության։ Քոչարյանը ուղարկել է քարտեզներ։ Արդեն Ղարաբաղը գրած չի։ Գրած է Ստեփանակերտ, փակագծերի մեջ Խանքենդի։ Սերժի դիվանագիտական բլոկը ուղարկել է քարտեզներ։ Գիտես ինչ քարտեզներ։ Այնտեղ արդեն Խանքենդի Ստեփանակերտ այս բաներն չկա։ Ոչ մի բան չկա, այնտեղ գրած է Ադրբեջան։ Եվ 3 հատ անկլավ, այսինքն մեր պարագայում էքսկլավ օղակների մեջ։ Ուզում ես միասին գուշակենք որոնք։ Տիգրանաշենը, Ազատամուտը ու չգիտեմ ինչ ասկի պարա։ Կները կոչում։ Կարմիր գծերը, Սերժի։ Մեր հաղթանակած բանակը, հիշեցնեմ։ Մեր հաղթանակած նախագահը իր հզորագույն դիվանագիտական բլոկով։ Սրանք կոչվում են միակողմանի զիջումներ, ապեր։ Ընդ որում հարցվածությունը չէ։ Հետո երբ որ լինում է հեղափոխություն, ապեր։ Լավ, ուղարկել է գլուխը քարը։ Հեղափոխության այդ process-ի ընթացքում նրանք արտգործնախարարության կայքից ջնջում են ՄԱԿ անվտանգություն խորհուրդ քարտեզներ ուղարկած լինելու մասին ինֆորմացիա։ Այսքան գացանով կառավարությունը ծանոթանում է առանց հետ, պրիոմ սդաչի է լինում, հասկանում ես։ Պրիոմ սդաչի, բիզնեսը ո՞ց են անում։ Պետություն, պրիոմ սդաչի է լինում։ Այդ նյութը չկա, մարդը չգիտեմ տես նյութ կա, թե չկա։ Պատկերացնում ես դու։ Այդ որ ասես միակողմանի զիջումներ։ Դու էլ կռված մարդ։ Մի տեսակ ամոթ չի, որ չգիտես այս ամեն ինչի մասին։ Իմիջայլոց այդ որ ասում եք բոլոր կողմում, չգիտեմ, մի քանի երկրից երաշխավոր, Մինսկի խումբը մոտավորապես իբր դրա համար էր։ Իբր դրա համար։ Ովքեր որ ամեն մեկը իր հերթին որոշեց իր պետության չերես իր պետության շահ մտնի խաղի մեջ։ Որը դարձավ պատուհաս Արցախյան բանակցությունների մասով։ Ու վերջին 10 քանի տարիներին որևիցե ելույթ առաջարկ ոչ մի բան չեղավ։ Կուրսի չեք եղել, ապեր։ Բախի կուրսի չեք եղել։ Հա Շուշա թղթերը չեն լուսաբանել, օքեյ։ Ասենք առաջ։ Ուժը կոալիցիական բանակ, ավելացնելով պաշտպանական բյուջեն, վերապատրաստելով ազնագազմը և գնելով նորագույն համակարգեր, ներդնելով բազմաշերտ արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ։ Մի րոպե, գնելով արդիական համակարգեր ումից։ Ումից ապեր։ Այս ամենակարևոր հարցն է ինձ համար։ Չնայած խոսացինք այս ընթացքում, բայց ումից։ Կարակ, Տաշիր Սամոն նախ եթե հանկարծ բան փոխվի, եթե Հայաստանին ոչ մեկ էլ զենք չի տալու, որովհետև Հայաստանի զենք պետք չի լինելու։ Հայաստանի զորքն է պետք լինելու ուկրաինական ճակատում, որովհետև Հայաստանի պետություն չի լինելու, հասկացա։ Բայց ասենք թե, նայեք, քանի հատ հրաշք պիտի տեղի ունենա։ Ումից է զենք ձեռք բերելու։ Պետությունների անուններ տվեք։ Հստակ պետությունների անուններ տվեք, ու ես հիմնավորեմ, որ չեք կարա խափում եք։ 100%-ով անուն ազգաններով դնեմ, ապացուցեմ, որ խափում եք չեք կարա։ Որտեղ չկաք այդքան, որտեղ Տաշիր Սամոյը ոչ ոք չի աշխատելու։ Որովհետև ինքը լեգիտիմ չի։ Ու առհասարակ իր ուժը, առհասարակ որևիցե ռուսամետ ուժի հետ ոչ ռուսամետ երկրները չեն աշխատելու հատկապես անվտանգության ու տեխնիկայի հետ մասով։ Չեն աշխատելու։ Տակը մնում է ռուսական զենքը, արա մեկ էլ չինականը,
որը եկեք միած ջոգենք ոնց է գալիս Հայաստան։ Ադրբեջանով, Ղազախստանով Իրան, իմջանից Ղազախստանն էլ չի աշխատելու ձեր հետ։ Ասենք, գիտեք, մի քիչ բաներ խոսելուց պետք է հետակը տրամաբանություն դնել։ Չէ, Չինաստանից չէ Թուրքիա։ Չնայած իրաց պարագայում գուցեև գա։ Չնայած դա թարս աշխարհագրությունն է, բայց իրաց պարագայում կարող լինի։ Հնդկաստանով, Հնդկաստանով, Պարսկաստան, Չէի մտածել, որ կարելի է Հնդկաստանով, Շարունակենք։ Ունենալ պաշտպանված եկեք։ Կկառուցենք խելացի սահմաններ, 100% պաշտպանված եւ ամուր դիրքերով, կիբերանոթ։ Ապեր, ինչն է ձեզ խանգարել մի 25 տարի կառուցել դա։ Ինչու։ Ով է Նիկոլ Փաշինյանը եկել է, ասել է չկառուցեք, մինչև ես դառնամ վարչապետ։ Ինչն է ձեզ խանգարել, որ դիրքերը կառուցեք։ Սերյան Օհանյանի բանկեքը։ Արա հələ այդ բանկեքն էլ է, էլի լավ, ավելի վատ բաներ էլ կա, էլի։ Ու եղել է, ու տեսել ենք։ Այդ խրամատները, խրամուղիները։ Արա մի հատ շտաբ չեք, ենթաշտաբ չեք ունեցել դուք սկի, բունկեր ասվածը, բանի համար, զորքի համար։ Բանում, Արցախյան պատերազմից 6-7 ամիս առաջ, Ջամալը այդ հասցրեց անի, Ջալալը։ Մի քանի հատ տենց ենթաբունկեր հասցրեցին մի ձև սարքեն, դա էլ չի եղել։ Արա երկրորդ բնագիծ չեք ունեցել պաշտպանական։ Հիմի դու, ես ոնց հասկանում դեռ Ղարաբաղ, դու ոնց ես էսի խոսում ապեր։ Նոր եք հիշել, ինչի համար, էլ ինչի համար, էլ ինչներիս է, էլ ինչ է, ինչ։ Նորներով, Բիշերային տեսանելիության սարքերով, նվիշներով եւ տիրապանման համագործակցելով։ Հայաստանում կլինի արժանապատիվ ծառայություն։ Կսահմանվի աշխատավար ժամկետային դիտարեողների համար։ Իսկ ծառայությունը ավարտելուց հետո կրթությունը կլինի անվճար։ Ապեր ինչն է խանգարել դա անել մինչև 44 օրյա պատերազմ։ Ինչքան սենց բան գցեք։ Ես այս հարցը տալու եմ։ Ինչն է խանգարել անել դա։ Ինչն է խանգարել։ Չեք իմացել, նոր եք ջոգում, որ կարևոր է, պետք է եւ այլն, ինչն է խանգարել, որ արա ձեր վախտերի զորամասից հոսանք չգողնան իրաց ինգուբատորը բանանել, փող աշխատեն, բերես զատիկի վրա վրեկներես թանգոտ ձու ցախեն, արա։ Ինչն է ձեզ խանգարել չգնալ այդ հանցագործություններին, արա։ Ինչը։ Մի տուֆտեք, էլի արա։ Նա սիրում մանա պիտի խոսացվի խոսում եք։ Զորանոցներ եք արա սեփականաշնորհել, զորանոցների վրա հոսանքի հավելագրումներ արածներ արա, զորամասից փող քերածներ արա, եղք արա, քակլաններ, անկախ ձեր պատերազմական ամագից, ինչ եք արել 90-ականներին, իտո եթե չլներ Վազգենը, տո ոչ մի բան էլ չէիք անելու արա, Վազգենի նման, Մոնտեի նման տղերքը չլինեին, դուք չէիք կարողանալու կոնսոլիդան եք արա, էդ էլ ասեմ։ Յախ կարա, ձեր հաղթանակը 94-ից հետո սկսել եք ամեն օրով ծախել արա, ձեր տենալ ու չխոսալով, էդի մինիմում մեղքը, մաքսիմում տեսնել ու առիթից օգտվելով։ Իհարկե, են ասում եմ ատը գնել ջան, հրետանու զինվորը բաց դաշտում ենք ունում աղդամի արև անձրևին ձմերթի համար։ Իհարկե դրա մասին ադրբեջանական հետախուզությունը տեղյակ չէր։ 44 օրյա պատերազմի առաջին 15 րոպեում մեր զորամասերի զինանոցների մոտ 80%-ը տարակել է։ Էլի լավ։ Որովհետև այսինքն զինվորականներ ունենք։ Այսինքն ռազմական գործիչներ հզորագույն։ Հրետանում ասում ես մի բան պատմեմ քեզ։ Ուրեմն Ֆիզուլիում ենք։ Ուրեմն մտեղ կար, դե ովքեր այդ կողմերը մեղել են իմանան, որ բուսականությունը առանձնապես ծառային հատվածներով աչքի չեն գնում։ Մտեղ կար 4-5 ծառ կար, այս հրետանիները էլ չգիտեր որտեղ տեղակայվի։ Չորերի մեջ չմնալու համար եւ քանի որ հատուկ փորված բաներ էլ չունեին, ծածկեր, չգիտեմ, չունեին։ Չէ, պատրաստ չեն եղել։ Պատերազմի ժամանակ մեր ժողովուրդ ուղարկում էր, իտո շատերը դրա օգտագործելու ձևն էլ չգիտեին, միջև սովորեն։ Մի խոսքով այս ծառերի մեջ այս հրետանին գալիս տեղավորվում, հա։
մեզնից մի 300 մետր, 400 մետր ենք ում։ Իշտում ենք ծանոթանալու, մենք էլ դեպի խոր ենք։ Նայում ենք դրա տղերք են, բանը, ժամկետայիններ են մեր։ Հրամանատարի հետ եմ խոսում, մախտեր խեք ստեղ եկել կանգնել, որովհետև իսկապես էլի խելքին մոտիկ տեղ չի։ Նայում եմ ծառ չկա ախպեր, հազար ես մի քանի հատ գտանք եկել ենք ստեղ դոպան։ Արա սա ցավ տարեմ։ Սրանք փուստ են խփում։ Հեսա ուզելու են ձեզ խփեն, մեզ ա կպնելու, կամ ուզելու են մեզ խփեն, ձեզ ա կպնելու։ Եկեք ավելի լավ է մեր կողքը դրեք, որ ոնց ուզեն խփեն չկպնի։ Որովհետև արդեն իսրայելցիները գնացել են։ Վերջին մի քանի օրը մենակ խառը լցնում էին կարկուտի նման։ Խառը կարկուտի նման լցնում էին։ Անձև, կարկուտ, հասկանում եք, փուստ, բան, խառը։ Առաջին օրերին շատ բռիցելն են խփել։ Նա գնան իսրայելցիներն ու թուրքերը։ Հասկանում եք։ Վերջ օրին արդեն չէ, որովհետև ներսից 5-րդ շարժությունը խոճապը գցել էր, ուղիղ հանձնացա։ Այսինքն բաները, զինվորական գործիչները չէին կարողանում կազմակերպվել եւ ընդհանուր առմամբ մենք այդ զինատեսակին սովոր չենք։ Ու ինչ արգումենտ են բերում։ Գիտեք, ասում են 90-ականներին էլ մեր զենքը քիչ բաղոց կրենք։ Արա մեր զենքը 90-ականներին քիչ է, բայց ուրիշը բանի տարբերությունը, ասենք նետո աղեղի ու արբալետի տարբերությունը, ուրիշը նետո աղեղի ու արդեն մուշկետի տարբերությունը։ Հասկանում եք։ Մեր զոհվածների մեծ ամասնությունը կամ հաշմանդամների մեծ ամասնությունը ասկոլոչնի վիրավորում են ստացել։ Մենամարտ չի եղել, բան չի եղել։ Զենքի հրազենի կռիվ չի եղել։ Օդից ինչն ես ուզում խփես, հելի խփի։ Բա ուր եք խի պատրաստ չեք։ Տեղյակ չեք եղել ինձ զենքերն առնում։ Ու սրանք հիմա եկել են ռոլիկներ են նկարում։ Ռազմական արդյունաբերությունից են խոսում։ Բարձում է մինչև 20 թիվը մեզի պետք չէ ռազմական արդյունաբերություն։ Այդ նոր հանկարծ սկսեց պետք լինել, հասկանում եք։ Այն որ արդեն կա ու արդյունքներ էլ կան դրական։ Այնօր սրանք հիշեցին, արա ախպեր կային, բայց հարց տամ, մի արա։ Միլիարդատեր եք ձեզ Երևակայում, այսքան օֆիսներ եք վերցնում միլիոններով, քանի կոպեկ եք որևիցե կազմակերպության, մինչև այս նախընտրական այս բաների մեջ մտնել է, քանի կոպեկ եք այդ ուղղությամբ ծախսարել։ Քանի կոպեկ։ Ասում եմ 22 թվականի դեպքերի ժամանակ, նոր սկսեք, բանը 22 դեպքերի ժամանակ։ Փորձարկումներ էին կանում, հələ դեռ այն մի տեսակի։ Դերենիկ Մանուկյան ջան գրել է առանց ուժեր հավախմբեք Գուրգեն Սիմոնյանի շուրջ։ Գիտես, ես վերջերս հարց տվեցին ինձ նրա մասին։ Ես նայել էի հանրային հեռուստատեսությամբ, եթե ասացի, իմի, տեղ է։ Լավ, բակա, չգիտեմ, բլա, ռոճի նորմալ էր խոսում։ Բայց հիմա ես մի փոքր ուսումնասիրել եմ նրան ու կներես Դերենիկ ջան, չեմ կարող քեզ հետ համաձայն լինել։ Ամեն դեպքում հիմա հակակարուզել չեմ անի։ Բայց հավատա ժամանակ է եղել, բաներ ենք ասել, էլի մարդիկ չեն ուզեցել ընդունել։ Այսօր ասում են, փաստորեն դու սենց էիր նկատել, իսկ ես այո, տենց եմ սիրում նկատել ու տենց թողնել, հետևել, հասկանալ։ Ես այդ կոչը չէի անի։ Ամենայն հարգանքով։ Ես այդ կոչը չէի անի։ Արի առայժմ այդքանով սահմանափակվենք, հետո առաջիկայում մանրամասներն կասեմ։ Գնել ջան, Ալեն Սիմոնյանի տելեգրամում տեղադրած դրանց սարկած տեսանյութը դիտել ես, դրանց ստորությունը սահման չունի, չէ, երբ է տեղադրել Ալևիկ ջան։ Ուսանայինք, Ալեն Սիմոնյանն է տեղադրել։ Փողը մուրմանցորներից հագուստը պատառոտված էր մագան դե եկա։ Տեսեք իա դոնք վիկա խտում եմ, խտում եմ միացեք կողքով։ Գիտես Արևիկ ջան։ Լավ են անում ասում եմ։ Ոչ թե ասում ճիշտ են անում։ Լավ են անում։ Իսկ սրանքով եմ որ պիտի sense բաներ ասեմ։ Սրանք ով են, սրանք
Այսպես նյութեր տարածողները իրանց ընտանիքներով հանդերձ մի պիտի հաղացա պատվալում օրը 24 ժամ շաբաթը 7 օր հարցակնվելուց լինեին առանց քնելու իրավունքի այսօր դուրսամ Քոչարյանը դուրս է եկել խոսում է ես չեմ հանգստանա մինչև բան ոսկե խեն ասում Քոչարյանը կարող մենակ մի բանի վրա անհանգիստ լիներ թե ինչա իրա բանի սենյակի ճաղերը այդքան հաստ վերջ մի այդ վճիրն էլ դրած այնտեղ որ իր կառավարման ժամանակ պետությունը չի ապահովել քաղաքացիների անվտանգություն մի այդ վճիրը դրած մահված պառնալիքով բաները մահեր վճիրը իրավական դրած ինչ գործ ունի դուրսը քաղաքական հայտ ներկայացնի ելույթ ունենա մի հատ խոսա իր հանգստությունից ու հանգստությունից Սա ում մեղավորությունն է Գնաճ շատ հետաքրքիր ինչու են ձևիստերը խոսում Իսրայելի ռազմական մասնագետներից ասեմ իմ կարծիքը առայժմ կարող է ինքը փոփոխվի որովհետև դեռ նոր ասած շտապողական կարծիք կլինի բայց քանի որ իրաց լավ ախպերը իսրայելցի տվյալ գեներալը 44 օրյայից առաջ ինքն ա եղել միջնորդը որովհետեւ իսրայելական դրոնները վաճառվեն Ադրբեջան եւ միայն ԱԹՍ-ները չէ այնտեղ համագործակցությունը շատ լայն է եղել մենք ԱԹՍ-ն ենք մենակ ասում բայց համագործակցությունը բավականին լայն է եղել ու կարողացան լավ այստեղ գովազդել այս ուժերը այս թուրք-իսրայելական թշնամական ուժերը որ կհիշեք բոլոր ԱԹՍ-ներին բայրակտար էին ասում բայց ռեկլամ էր անվճար գովազդ էր հետո դրանից հետո բանը Թուրքիան լիքը բայրակտար կարեցած ծախի Ուկրաինայի ռեկլամը կա կոնկրետ ռազմաճակատում փորձարկված Իսկ ադրբեջանցիք այդքան բայրակտարի մասին այդքան չեն խոսում ինչքան մենք իսրայելական բանի հզորության նրանց ուղեղ բանը դա մեր մեջ ակցած է միշտ մեր մեջ Մենք քանի որ այդ կարծրատիպերը արդեն կան հիմա սրանք փորձում են ցույց տալ որ այդ տեսեք եթե մենք կանք այդ լավ բանը որ կար որը որ մեր տղերքին կյանք արժեցա դա կարա մերը լինի Սա են երևի փորձում հասկացնել բայց ապուշավարյան էլի հասկացնում ու իհարկե դա չի կարող այդպես լինի Դա կարա միայն վտանգի, որովհետև նրանք իզուր չեն մտնելու խաղի մեջ։ Եվ երբ որ ասում են դա դրանք պատերազմի կուսակցություններ են, ես այստեղ բացարձակ չափազանցություն չեմ տեսնում, ընդհակառակը կարծում եմ, որ բավականին մեղմած ձևակերպած։ Բավականին մեղ։ Իսկ ինչ ունի Արազ Գուրգենը, Գուրգենի թեման եկել է քննարկում։ Եկեք Գուրգենին ժամանակավոր հանգիստ թողեք, մի քանի օրից կքննարկենք, լավ, բայց Գուրգենը ոնց որ մենակով բևեռ է խաղում։ Սենց կարճ ասեմ անցնենք առաջ։ Հիշում եք որ ասում էի Բևերը Քոչարյանը, Բևերը Քոչարյանը Ինչքան մարդ որ այստեղ կարող է հիմա դիտում էլ այն մարդկանցից ոգել, ախպեր դե լավ դե ոնց կլինի, ասենք լավ որ բան, բայց չասենք դե ասում էի։ Ինչքան ասացին, որ ասում ռուսական են, ասում չէ, իրանք բարեմտակներ են, իրանք ռուսական են, չի կարա գրոշտի կլինի արևմտամետ, չէ։ Մի 4 տարի, 5 տարի ասացի, մեկ էլ օր Արա Պապյանը հելավ ու համարյա դա ասեց։ Այդ ժամանակներն էի ասում, որ են դոգնել Սերժիննա։ Չէ՞ ոնց է Սերժինը, ախր Սերժինն է կրվում, ասում իհարկե կրվում է դրա կրվում հաշիվ չի։ Կարևորը ինքը բոլորին է կրվում, կարևորը որ բան ամաչացնում։ Չէ ոնց։ Լավ, ժողովուրդ ջան, այսքանով երևի եզրափակվենք, սահմանափակվենք եւ թույլ տվեք եւս մեկ անգամ օգտվելով լսարանի մեծությունից ու հույս ունենալով, որ հնարավոր է սա չթերթվի ու լսվի, ուրեմն պարոն վարչապետ, խնդրում ենք այս արայով խոսակցությունները կառավարության շենքից հատկապես վերջացնենք։ Դա լավ բան չի։ Մեկ ինչ որպես քաղաքացի դա դուրս չի գալիս։ Այդ արամարաները մենք կասենք։ Ում պետք է, ոնց պետք է։ Դուք պետական գործիչ եք այս բանը։ Լավ։ Մենք կարող ենք խոսել այդպես։ Նարեկը կարող խոսի, ես կարող եմ խոսել, Քոչարյանը կարող, ոսեք sense, բայց երկրի վարչապետը չի կարող։ Դուք էլ կարող եք, երբ որ ոչ պաշտոնական հանդիպումների մեջ եք դրսում քաղաքացիների հետ ու խոսքի մեջ իհարկե մեր հայկական սլենգում արան բացի դիմելաձև լինում է նախադասության մեջ ուշադրություն գրավելու միջոց։ Այդպես էլ ոչինչ, բայց զոնցուղի դա լավ բան չի։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, հեշտ չմտածեք, դուք տեղը պահեք, թույն, կեցի Հայաստանի Հանրապետությունը, բարի գիշեր ձեզ։